Տիկին Գալյան, եւս երկու հարց ունեմ, ինձ տենց մի նայեք, Տիկին Գալյանը երկարապատասխանում, դա իմ խնդիրը չի։ Ես իմ արձագանքի իրավունքից պիտի օգտվեմ, ես Պարոն Դանիելյան, դուք ունեք ձեր արձագանքի իրավունքը, ոչ ոք այդ իրավունքի չի զրկվելու։ Այո, եւ նայելու իրավունք, այո։ Գիտեք նախագահ դերը հեշտ է, նոր մեղադրում են նրա մեջ, որ ընդդիմության ավելի շատ ժամանակ են տալի, քան իշխանական պատգամավորներին։ Խնդրեմ։ Մեղադրումական հետ ինձ ընդհատում է։ Տեսեք, ակնհայտ դրականություն են տեսնում։ Խնդրեմ, պարոն Դանիելյան։ Տիկին Գալյան, անչափ կարևոր է աշխատավարձների հարցը եւ ոչ թե պիտի այդ խոստումների բանը լինի, այլ հստակ պիտի աշխատավարձները բարձրացվեն, որովհետեւ երկար ժամանակ չեն բարձրացվել մարդկանց աշխատավարձը, այդ մեկ։ Դուք խոսեցիք անձնական տվյալների գաղտնիության մասին, բայց վերջին տարիների ընթացքում մենք տեսնում ենք ինչպիսի այսպես գոտկատեղից ներքև հարվածներ են լինում եւ տարբեր տեսանյութեր են հրապարակվում, համացանցում, կապ չունի մարդը ընդդիմադիր է, իշխանական է եւ այլը, չգիտեմ, բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա եւ կարծում եմ, որ քրեորեն պատժելի արարքը պետք է անպայման կիրառվի եւ մեղավորները պետք է պատժվեն եւ մեր հայրենակիցները իրավունք ունեն գաղտնիության եւ անձնական կյանքի, չգիտեմ, տարբեր դրվագներ չհրապարակելու։ Այս հարցով կարծեք թե որևէ մի աշխատանք չի արվում։ Երկրորդ հարցը էլ հետեւյալն է։ Խնդրում հստակ պատասխանեք։ Ենթադրյալ մեղավոր անձը ոնց է լինում, որ իշխանական շրջանակների մարդուն կիրառվում է այլընտրանքային խափանման միջոց, վարչական հսկողություն, այլ մեղմացուցիչ միջոցներ, իսկ ակնհայտ մարդ, ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդը, այդ թվում այսօր նաև իմ դա համոզմունքն է, որ ունենք Կին Քաղբանտարկյալ, Լիդիա Մանտաշյանը, Սրբազաներ եւ այլն, այդ մարդկանց խափանման միջոցի հարցը կարծեք թե որոշվում է, որ բանտային կալանք պետք է լինի։ Այս երկակի ստանդարտները Հայաստանի Հանրապետությունում ի վերջո ակնհայտ է, էլի դա չեն կարող էլի բան անենք, ասենք չէ, տենց չի։ Մեր գործընկեր Արտուր Սարգսյանի պահով, այսինքն սա չի կարելի նման ձևով երկակի ստանդարտներով առաջնորդվել եւ ի վերջո ես ուզում ձեր հստակ գնահատականը լսել այս մի քանի հարցերի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես հարցերին փորձում եմ պատասխանել ոչ թե երկար, այլ սպառիչ, որ լրացուցիչ հարցեր չառաջանան։ Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանությանը, ես խոսեցի ոչ թե խնդրի մասին, այլ լուծումների մասին, ասելով, որ ունենք ծրագիր անձնական տվյալների պաշտպանության նոր անկախ մարմին ստեղծելու, որը կհամապատասխանի Եվրոպայի խորհրդի 108+ կոնվենցիային եւ ԵՄ համապատասխան կարգավորումներին եւ անձնական տվյալների պաշտպանության առանձին եւ անկախ մարմին ունենալու անհրաժեշտությունը բխում է իրականում ԵՄ ստանդարտներից եւ մենք միայն ստանդարտներին չէ որ պետք է նայենք, մենք պետք է նայենք նաեւ սոցիալական անհրաժեշտությանը, արդյոք կարիք ունենք նման մարմին ձևավորելու թե ոչ եւ նաեւ ձեր կողմից բարձրացված խնդիրները խոսում են այն մասին, որ այո, մենք նման մարմին, անկախ մարմին, ինքնավար մարմին ունենալու կարիք ունենք այս պահին ու այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ձեռնարկել ենք, հայեցակարգը մշակված է, շուտով կառավարությունում հայեցակարգը այս ամսվա վերջ պետք է քննարկենք։ Ինչ վերաբերում է քրեական գործերին, այսօր էլ կան արարքներ, որոնք որ համարվում են անձնական կյանքին միջամտող եւ քրեորեն հետապնդելի են, բայց վարույթների վերաբերյալ որևէ տեղեկության չեմ տիրապետում ու չեմ կարող պատասխանել այն հարցին, թե ինչու են որոշ դեպքերում նախաձեռնում, որոշ դեպքերում չեն նախաձեռնում կամ ինչու պատշաճ մակարդակով տվյալ գործերի քննությունը մեր երկրում չի իրականացվում, որովհետև այդ հարցերի հասցեատերերը այլ անձինք են, ինչպես այլ անձինք են ձեր մյուս հարցի հասցեատերերը, որովհետև ես չեմ կարող ասել դատարանը ինչու է մի դեպքում որոշում կայացնում այսպես, մյուս դեպքում այնպես։ Ենթադրում եմ, որովհետև որոշման կայացման մի դեպքում ունի այլ փաստակազմ, որի վրա հենվում է, մեկ այլ դեպքում այլ փաստակազմ։ Արդարադատության նախարարությունը խափանման միջոցները կատարողն է։ Ինչ վերաբերում է միասնական չափանիշներին,
մենք մեր տեղում, մեր հնարավորությունների չափով փորձում ենք այնպես անել, այդ թվում մեթոդական ուղեցույցների մշակմամբ, որ այդ չափանիշները միասնական լինեն։ Ընդ որում, եթե ուշադրություն դարձնեք մեր կողմից հարուցվող եւ բարձրագույն դատական խորհուրդ տարվող կարգապահական վարույթներին, այդ չափանիշների միասնականության վերաբերյալ հուշումներ կունենաք, եւ բացի դա, ուզում եմ նշել մեկ կարևոր հանգամանքի մասին եւս, որ մենք ձեռնարկել էինք կալանք խափամամիջոցի կիրառման վիճակագրության, ուսումնասիրության գործընթաց ու ուսումնասիրել ենք ու հասկացել ենք, որ իրոք է տեղ ունենք խնդիր, պարտադիր չէր այդ ուսումնասիրությունը անել հասկանալու համար, բայց մենք կոնկրետ թվական տվյալներ օգտագործելով ենք դա արել, համեմատելով նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց առաջ եղած վիճակը, այդ թվում թվական տվյալները կալանավորումների եւ հետո արդեն իսկ արկա վիճակը, տեսել ենք, որ իրականում այո ունենք կալանքի քանակական աճ, ինչը մեզ համար շատ վատ է, որովհետև մենք ունենք անազատության մեջ գտնվող ավելի շատ անձինք եւ եթե շատ པարզ ձևով էլ ասեմ, մենք ավելի շատ գումար ենք ծախսում պետական բյուջեից այդ անձանց պահելու համար։ Իհարկե գումար ծախսում է նաեւ պրոբացիայի ծառայությունը կրկին պետական բյուջեից, բայց հիմա այս մասով փորձում ենք ավելի ճկուն դարձնել այն մեխանիզմը, ըստ որի անձինք իրենք պետք է վճարեն իրենց նկատմամբ կիրառվող էլեկտրոնային բրասլետների համար, որպեսզի կարողանանք պետական ավելի քիչ միջոցներ ծախսել այդ խափամամիջոցները կիրառելիս։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։